Իմ պոդքասթի գովազդից։ Պրոստը վախում ասեմ ու չանեմ այդ պոդքասթը։ Բայց իդեակա պոդքասթ անելու բան է։ Ամեն շաբաթ լայվ պոդքասթ անելու։ Ամեն շաբաթ մի անգամ արել ենք ես Կարապետյան Տիկոն ու Նիկոլյանը։ Պոդքասթ ենք նկարել, բանը։ Ինքը տենց բանը ամերիկական տես պոդքասթներ կան էլի, որ իրանք վցել են ոչ մի բանի մասին են, որ խոսքի sense նստում են, պրոստը խոսում են, բան, բենց այդ տենց հոտ պոդքասթ եմ ուզում ստանալ, որ ինքը շատ պոդքասթային չլինի, այլ ոնց որ մեր պրոստը խոսալը լինի, էլի, քանի որ գծածը ամեն շաբաթ լինի ու լայվը լինի, այդ շաբաթվանը կարա խոսքի ասենք կարող մի հատ սերիալ եմ նայել ու խոսքի կարա սաղ պոդքասթը սերիալի մասին լինի, որտեվ ամեն շաբաթ է, էլի մի խոսքի այս շաբաթ կարող է ինչ-որ մեկին հետաքրքիր չլինի, բայց մյուս շաբաթ թողնայինք։ Այտենց, ուզում եմ գծեմ, բան, էլի Կարապետյան Տիկոյի հետ եմ ուզում անեմ։ Իսկ նո տենց պոդքասթները գիտես որ դեպքում է լավ աշխատում, եթե դուք արդեն ինչ-որ մարդկանց հայտնի եք որպես հավես մարդիկ ու իրանց պրոստը ձեր առօրյան է հետաքրքիր։ То есть իրանք գիտեն խոսքի քո ու Տիկոյի շփումը շատ հավես է հետևել, ու այդ դեպքում մենակ դրա խաթր խոսքի հետաքրքիր է ինչից են խոսում։ Ես օրինակ տենց կա ինչ-որ ռուսական բանը կոմիկների պոդքասթներ, որ նայում եմ, որովհետև պրոստը իրանք ինձ դզում են։ Ու տենց ինչից է խոսան, даже ինչ որ կինոից խոսան, որ ես չեմ ուզում նայեմ, մեկը ինձ հավես է դիմում։ Այդ տենց եմ ուզում անեմ, դե պալուբոմը ունած խոսալ, որ ես հասկանում եմ, որ խոսքի տենց շփում է այդի բան, բայց պալուբոմը ունած խոսալ, որ մի քիչ էլ զրիցելը հասկանա, էլի, այսինքն խոսքի եթե գցենք ես ու Տիկոն այդ սերիալը նայել ենք, վնուտրիկը ոչ վնուտրակ բաներ չասենք, էլի, մի քիչ բացատրելով ասենք։ Հա, հաշվի առնեք, որ այդ մարդիկ նայել են։ Բայց բաներ կան, պոդքասթներ կան ամերիկական կոմիկների, Բիլ Բյորը բան ունի, պոդքասթներ, որ մենակ անստում, Դիմա Գավրիլովն է ունի, կստացի։ Բիլ Բյորինը լսել եմ, Բիլ Բյորինը ամեն 2 շաբթի է դուրս գալի, բանը։ Ապա դզում է բեսամբ, բայց բանը տամ, քիչ տենց մարդ պետք է լինես, որ կարողանաս մենակով անես, էլի, որտեվ ինքը sense նստած գժված խոսում է։ Ինքը դե ներվայնացող է, էլի, բան, ներվային խոսում է պրոստը։ Ես եմ տենց անում բայց։ Հա, մենակ ես անում։ Բգցում ես էլի։ Հա, աուդիո պոդքասթ։ Չէ, ինքը բան է, գիտես ոնց է, իտոգում աուդիո է, բայց քան YouTube եմ գցում, որից վիդեո եմ դնում, բայց ինչ որ տեսարանի վիդեո էլի։ Ու տենց պրոստի ես տենց գժվող չեմ, ավելի հանգիստ եմ խոսում, բայց անկա։ Իսկ շուտկա հելնում է դից։ Լսի որ մենակով մալնում вообще даже լավ տրամադրությամբ սկսում եմ խոսալ, տրամադրություն sense գնալով ներքև ոնց է վիշնի։ Որ խոսքի ինչ որ մեկի հետ եմ, տենց իրար ինչ որ բանը բռնում ենք, ալիքը բռնում ենք, տենց շարժվում ենք, բայց որ մենակ եմ անում вообще չի լինում։ Իմ նպատակը դա չի որ դա շուտկի վերածվի, բայց մտածում դե հիմա դրամաս լավ է, երևի ինչ որ ուրախ կստացվի, իտոգում չի ստացվում ուրախ։ Ապա տենց մի անգամ բան էի փորձեմ։ Ես вообще մենակով չեմ խոսում։ Թոսկի տունը բան էլի, չի լինում մենակով խոսամ բան, բայց բանը ընկերներից մեկը ասաց դա вообще լավ բան է, էլի, որ մենակով խոսած բան, մի անգամ փորձեցի, ասես մենակով խոսան բան, մի քիչ գժի տպավորություն կա իտոգում։ Ուտեսնս բան էլի, պարկադես, բայց դիկտաֆոնը միացրած արեցի, ասի նավսյակի էլի, եթե խոսքի շուտ կա լինի, բանը մեկը դզի բանը, բայց ցած շատ էր էլի, մի քիչ գժի տպավորություն լինում է, բայց կայֆոտ ալնում, որտեվ բան ես անում։ Ասես խոսում ես հետդ էլի, ասես ինչ-որ լավ բան դրանից հելնում է հաստատ։ Ու մեջիցդ հաստատ գոնե ինչ-որ մի բան հելնում է, էլի։ Հա, ինչ-որ բարձրաձայն մտքեր են, էլի։ Ես առաջի անգամ որ տենց մենակով ձայնագրում էի, երևի առաջի 10 րոպեն մենակ փորձում էի սովորեի նրան, որ ես հիմա գիժ չեմ, ես պրոստը նստած խոսում եմ, ու դա ինձ տարօրինակ չթվա, էլի, որ ես միկրոֆոնով նստած եմ։ Ես առաջի զապիսը որ անում էի, բան է։ Այդ խոսքի 40 րոպե է, խոսքի 40 րոպե մենակովս խոսացել եմ, մոտավոր ամեն 10 րոպեին ասում էի, արա դες ինչ եմ անում, այդպես բան կա։ Ապա քսանց որ դու կիլիկ ես խմում, ես ասես մի քիչ բադ, մի քիչ ինձի ворց չեմ զգում։ Խի բադը ворցական չի։ Вообще չեմ։ Ես մտածում էի կորոնան է որ տենց ворցական չի։ Կորոնան вообще ворցական։ Կորոնան ոնց որ սիգարետների մեջ է էս են։ Բանը կամ սերի բարակավարատ է։ Հա։
Կիլիկյան вообще որցոտ է։ Դե Կիլիկիայի բոճկեն է ամենավորցոտը, էլի։ Ոնց որ դու գիտես, դու ինչ որ բան ես պատրաստվում անել, եթե դու բոճկա ես վերցրել, դա ձեռի հետ բզբզալու չի, էլի։ Դու գիտես ինչ ես անելու այդ օրը։ Զբոշկա հենց դաժե ջահել տղա դաժե չեմ տեսա խմեն, հենց դոգում էլի։ Որ դուսը խոսքի շշով խմում են։ Դա դի համիք։ Ախանալը։ Այդ բոճկա Կիլիկիայի բավեշան մի անգամ քայլում էի, ու պատահական դասարանցում եմ տեսնում, որ մինչև այդ մի 8 տարի առաջ եմ տեսել։ Ու տենց ինչ-որ խոսում ենք բան, խոսքի իր երկրորդ հարցը, ասում անգերուհի չունես, այսինքն ինչ որ 8 տարի առաջ ենք տեսել, էլի խոսքի։ То есть ինքը դաժե չգիտի խոսքի ես այդ հարցի հետ օքեյ եմ իր կողմից թե չէ։ Ոչմ տենց քայլում ենք 3 րոպե ինչ իրար տեսել ենք, մեկի ասում է գնամ տուն, մի հատ լողանամ, ասում եմ օքեյ։ Լավ, 8 տարի չէի տեսել, ու ես մեկը ասում եմ, ախպեր գիտես ինչն է դզում ինձ։ Ասում եմ ինչը, ասում որ sense ամառը, ասում եմ բոճկա Կիլիկիա ես առնում, sense իջնում ես Հայատ, ավտոյի վրա ես դնում, sense խմում ես։ Ասի Որտե քիչ բալա իրա դզում։ Այդ ինչ, դա բայց տարօրինակ չի, որ 8 տարի հետո ինձ տենց բան է ասում, երբ որ ես չգիտեմ вообще իր կյանքում ինչ է կատարվել, ու ինքը ասում է գիտես ինձ ինչն է դզում, որ ես բոճկա Կիլիկիա եմ խմում ավտոյի մոտ։ Մի անգամից ասում է այդ 8 տարում իր հետ ինչ է կատարվել, վցենում։ Տիպը ոչ մի բան է։ Կամ ամեն ինչ, կամ ոչ մի բան։ Ժողովուրդը կարող է ինչ-որ ոբշի կյանք հա տեսել, շատ դժվար բանման, ու իտոգում հետ է եկել այդ մինիմալիստական բանին, էլի, որ մի հատ բոճկա Կիլիկիան է, հերիքա կամ էլ պրոստը սաղ կյանքն է այդպես ապրել, բայց այդ դեպքում ինձ թվում է սաղ կյանքն է այդպես ապրում։ Դες մարդիկ կան, չէ՞ որ հենց անձնականով են հետաքրքրվում։ Հա, որ խոսքի որովհետև իրանց մտքում չկա էլ որ խոսքի դու կարիերնի ինչ որ մի բանով էլի, ասենց հարցն են գործ ունես թե չէ, ասես հա, կասեն տիպը հերիք է էլի իրան։ Հա, կարող է հարցնել ինչքան ես փող ստանում։ Այդ տենց հոտ մարդ է ինձ թվում է, որովհետև նոր խոսքի երկրորդ հարցը ընկերուհի ունես թե չէ, ինձ թվում է դա համարժեք է աշխատավարձը հարցնելուն, էլի։ Հա։ Ուշին է չի ես այդ հարցի մեջ վատ բան եմ տեսնում, այդ ընկերուհի ունենալ բան, բայց всё-таки անձնական է։ Համ անձնական է, համ խոսքի ինձ չի հետաքրքիր է։ Այդ ես խոսքի չունեմ, մարդուն ես չեմ հիշում որ շատ հարցրածել եմ իր այդ անձնական բանով, որտեվ վցել եմ հենց այդ մարդն է հետաքրքիր էլի, իր ընկերու ունենալը ու չունենալը ոնց որ մենակ իրանն է։ Այդ օգում քո համար ինչ պետք է փոխի խոսքի իմացար որ ունեմ ընկերուհի, ինչն է փոխվում մեր շփման մեջ։ Լավ է, ապրես խոսքի որ ընկերուհի ունես էլի։ Հա, ճանաչ հաջորդ հարցը նա որ ասում են չես պսակվում, բախի չես պսակվում։ Այդ էլ է տարօրինակ բան, մանավանդ որ ավելի ինչ որ տենց այդ վաղ դեռ մի 22 տարեկան էի, ու այդ բան, այդ ճնշումը որ խի չես պսակվում, խոսք 22 տարեկան տղու վրա իմ համար մի քիչ անհասկանալի է, էլի։ Իսկ խի պետք է պսակվեմ։ То есть կարամ պսակեմ, վատ բան չկա դրա մեջ, բայց նես չի 40 տարեկան եմ, որ ասես բաց ես թողը այդ պահը, էլի։ Ադա 22 տարեկանում եմ, բան։ Հիմա իտոգում 22 եմ, լոգեր ու խոսքի դաժե ոչ մի տիպի մոտիկ չեմ պսակվել, էլի։ Դաժե ինչ խոսքի կարիերային 22-ում պարբում մեկը կարիերային բան պետք է նայես, էլի։ Կարիերան է հələ որ խոսքի կարևոր է։ Ես էլ դեմ չեմ, որ իտոգում շուտ են ամուսնանում, բայց դե այդ is շատ բան դուխով քայլ է, էլի։ Շուտ ամուսնանալը։ Հա։ Կաբե ախել, էլի։ Կամա, ինձ գիտես դա ինչն է վախացրել, միշտ ավելի տենց ջահել տարիքում, որ մտածել եմ լավ, ես կարող եմ հիմա ինչ-որ մեկին սիրեմ ու պսակվեմ, բայց ես գիտեմ, որ ես հələ կյանք չեմ տեսել տենց, ես չեմ հասցրել ազատություն զգամ, ու ես վախում եմ, որ եթե ես հիմա այս քայլին գնամ, կարող է իմ մեջ մեկ այդ քաղցը մնա, դուք ես կարող եմ հիմա տենց սիրում եմ, սիրահարված եմ բան, ուղղակի մենակ այդ մարդու շուրջա, իսկ հետո այդ էմոցիաները մի քիչ թուլանան ու ես զգամ, որ ես ազատության քաղց ունեմ, ու պրոստը ստացվում է այդօգում կամ պետք է այդ քո մեջ զսպես, կամ պետք է բաժանվես, կամ պետք է դավաճանես։ Ես դրա համար շատ էի խուսափում, այտենց ավելի շուտվա տարիքում այդ թեմաներից вообще։
Դե բակա իտոգում որ խոսքի 22 ես, խոսքի մոտ հələ տպավորություն կա, որ ես ամեն խոսքի դաժե չեմ դառը այն մարդը, որը ելնելու եմ 3 տարուց, էլի, այսինքն հələ այն տեղում չեմ, որ խոսքի դաժե ես չեմ, էլի, խոսքի։ Հա դու վերջնական Էրիկը չես էլ։ Վերջնական Էրիկը չեմ, էլի, ու խոսքի չգիտեմ տարիների ընթացքում խոսքի 2 տարուց ինչքան կփոխվեմ, էլի։ Իտոգում ոչ չգիտես այդ վերջնականը որ մեկն է համարվում, էլի։ Ես օրինակ այտենց տարիներ առաջ, որ մտածում եմ 30 տարեկան դառնալու մասին, դա իմ համար ես մտածում եմ ես կգժվեմ խոսքի, ես որ 30 որ դառնամ, չգիտեմ, կփրթեմ ինձ պրոստը։ Մենակ են նրանից, որ ես 30 եմ։ Հիմա 29-ն եմ ու սենց 30 ինչ իտոգում то есть քթից տակ այդ տարիքը ուզում եմ որ ոչ մի բան չի փոխվում իմ մեջ։ Բայց դու վերջնական ես, հմի խոսքի sense կարանց, դες որ վերջնական ես, էլի։ Դե չգիտեմ, դե միշտ այդ պահին քեզ թվում է որ վերջնական ես, դու մի տարի հետո հետ ես նայում, ասում ես արա դա ինչ էր։ Դա վերջնական չէր вообще։ Ես դաժե ընկերների առումով եմ բանարը, խոսքի ասենք ընկերներ կա, sense տարիների ընթացքում էլ իրանց հետ չես կարող շփվես, էլի, որտեվ դու որպես մարդ փոխվել ես, իրանք sense բան են, էլի։ Չեն փոխվել, ինչ որ ուրիշ բան չեն դարել, խոսքի sense ընկերներ կա, հետներ էլ չես կարող զուտ շփվես, էլի։ Հա, մեկ այդ մարդկանց խոսքի սիրում ես, բայց չի դնում, հա։ Ատե իտոգում այդ մարդիկ է ոնց որ քեզ նայեն ու sense չջոգեն քեզ։ Ինչ է եղավ խոսքի, ու իրանց էլ է հասկանալի, ոնց որ իրանք նայեն, ասեն, արա, sense էինք, դու ես ուրիշ ձև հիմա։ Հա։ Տենց բան ալնում, հումորային առումով հակասություններ ալնում։ Հիմի որ իտոգում որ խոսքի պրոֆեսիոնալ է զբաղվում հումորով, բան ալնում էլի, sense ինչ որ արժեքներ կան, չէ՞, դե հումորի մեջ էլի, խոսքի որ stand-up ենք անում, բան, խոսքի ինչ որ չհարգված հումորներ կան, չէ՞, խոսքի ասենք էլի, մի խոսքի բան արա էլի, sense թաղի ընկերներիդ փորձի բացատրես էլի, խոսքի չհարգված հումորը որն է էլի, ասում խնդում ենք էլի, ինչ ես դուշնիկ անում, խոսքի կայֆոտ կալամբուր մտածեցի, ինչ ես խնդում էլի, այտենց։ Հա, իտոգում դու չես խնդում, ու այդ մարդը մտածում է խիչ ես խնդում։ Բայց դու ոչ թե իրան ասում ես դու վատ բան ասեցիր, այլ պրոստը էլ չեմ կարող ես դրա վրա։ Հա, էլ ինձ էտի խնդալու չի։ Բայց իտոգում լյուբոյ բանի մեջ է, էլի, երևի տենց որ ինչ որ մի բան շատ էս տեսած լինում, ավտոմատ քո մոտեցումը դրա մեջ փոխվում է, բայց դա ոչ թե ինչ որ վերևից նայել է, այլ պրոստը տեսածության հարց է, էլի։ Հա, պրոստը գիտես բանը որն է, որ հումորը շատ կարևոր բան է։ Ցելեմ խոսքի ասենք ընկերդ կարա ինչ որ մի հատ սֆերայում աշխատի, որ այդքան կարևոր չի, խոսքի ասենք էլի, ոնց որ ես այդ սֆերայից չջոգեմ, այդքան կարևոր չի, էլի, բայց հումորը ոնց որ sense ամեն մարդու բան է, ու որ խոսքի պրոֆեսիոնալ ես դրանով զբաղվում, ինչ որ խոսքի sense ինչ որ շատ բաներ ես նայում, բան ես անում, դու էլ ես էդի անում, բեմից ես էդի անում, sense բան ալնում։ Խնդիր է էլի առաջանում, որ բան ես ալնում, էլի sense հումորի առումով ինչ որ sense դուշնի բան ես ալնում, էլի sense չես կարող պրոստը հանգիստ լրվես, էլի ինչ որ կրիտիկ ես տիպը։ Կրիտիկ ես դառնում, շատ բազովի բանի կրիտիկ ես դառնում, որ խոսքի սաղ են կարող անեն դուք։ Ահա։ Ոյտոգում ոչ մեկի չես կարող ասես դու վատ ես անում, դա լյուբոյի իրավունքն է բոց անել։ Հա, լրված խոսքի բան եմ անում, էլի, մենք կամպանիայով լրված ընկերություն ենք անում, ես խոսքի ես վատ վատական անում եմ, էլի։ Խես вообще ինձ սրա վրով բան ասում։ Եթե խոսքի օրինակի համար ընկերդ պես բան է աշխատում, ինչ որ խոսքի ծրագրավորող է ինչ որ բան, դուք ծրագրավորությունից խոսակ ու ինքը դուշնի տանի, դու էդի sense պոլնիկը հասկանաս, էլի։ Հա, ոնց որ դու էդի կընդունես, դա էցի քո մասնագիտականն է, դու ջոգում ես ինչ ես ասում։ Իսկ էսի ոնց որ քոնը չի մենակ, էսի բոլորին է։ Հա, էսի բոլորին է, էլի, խոսքի ասենք, ստե կրիտիկություն մի արա։ Հա։ Դա իբր շատ բան է։ Ես ոչ դրա վրա շատ եմ մտածում, էլի, որ ցելեմ հումորով զբաղվելը շատ բան է։ Շատ sense վատ մի հատ կոմ ունի, էլի, որտեվ դու մի հատ ոնց որ sense մի հատ բազովի բան չարաշահում ես։
Սենց բան է, էլի, սենց չերես չուր շատ ես անում իրան, էլի, խոսքի ինչ որ սենց ուղեղդ հումորային է մտածում բան անում, ու սենց խոսքի հետի ոնց որ օրինակ տխրելը դարձնես քո մասնագիտություն, ես մա պրոֆեսիոնալ միշտ տխրելու եմ։ Պրոֆեսիոնալ տխրող եմ, էլի։ Էդի բան անում, էլի, ներքին ինչ-որ բաների բերում է մեջդ, էլի, սենց որ ինչ-որ պահի պիտի հասկանաս, խոսքի ասենք, որ ընենց մարկանց մեջ ես, որ իրանք այտենց խորացած չեն այդ հումորի մեջ, էլի, սենց հանգիստ կարողանաս ապրես։ Այդ ես շատ այդպես բան է, էլի, աշխատանքային բանի մեջ էի նկատում, էլի, խոսքի ինչ-որ սցենար մենար գրելուց բան, որ խոսքի շատ ես արդեն գրում, հետո մի հատ էլ այդում ես ելույթ ես ունենում, խոսքի ասենք, էլի, սենց սաղորդ հումոր է, ու մոռաց, ես խոսքի ինչ-որ պահի մտածում եմ, որ ես մոռացել եմ լուրջ լնելը վաբշե, խոսքի մոռացել եմ մարդիկ օրվա ինչքան տոկոսն են վաբշե հումոր անում։ Ես բայց այդ առումով մտածում եմ, որ կոմիկների հետ մեկ-մեկ այդ տեսանկյունից դժվար է։ Ոնց որ կոմիկները, այդ չեմ հիշում, վայ թե Միկայի հետ էլ ենք խոսացել, բայց հաստատ չեմ հիշում, որ կոմիկները իրանք սաղի մոտ տպարում են որպես շատ բաց մարդիկ, որտեղ իրանք բեմից խոսում են ինչ-որ շատ ռիսկային ու բաց թեմաներից, բայց իտոգում երբ որ դու առերես շփվում ես մարդկանց հետ, իրանք բաց են ինչ-որ թեմաների մեջ, բայց գլոբալ ոնց որ միշտ այդ ուրախության մեջ լինեն։ То есть դու դժվար է կոմիկի հետ, ամեն մեկի հետ չի որ ստացվում է ինչ-որ լուրջ բանից խոսած, որտեղ այդ մարդու առաջի բանը, ոնց որ առաջի ռեակցիան միշտ էդի հումորի տակ ինչ-որ մի բան անելն է։ Դաժե լուրջ բաները։ Հա, դու ինչ-որ դաժե թե ինչ-որ լուրջ թեմայի կողքով սենց անցնեք, մեկը կարող է դա վերածվի հումորի, որտեղ ոնց որ դաժե չգիտեմ, այդ կարող է նրանից է, որ այդ մարդու, քանի որ դա գործն է առօրյան է, ինքը ոնց որ զգա, որ ինքը այդ պետք է անի միշտ։ Ոսկի եթե կա հնարավորություն ինչ որ ուրախություն ստեղծելու, ուրեմն պետք է ստեղծել։ Հենց դա է, ես այդ դրա վրա իտոգում շատ եմ մտածում։ Եկել եմ անց վիվդի, բայց հələ որ խոսքի չեմ կարող էլի, դա իդեալականն է, որ խոսքի ասենք ինչ որ նոր մարդու հետ եմ շփվում, եթե մեր ոչ կոմիկների հետ եմ էլի բանանում շփվում, դա իտոգում կոմիկներ կան, որ հետները կարած պրոստը երկար բանից առանց հումոր խոսած էլի բան, մի քիչ կոմիկները դա ուրիշ ձև է, որտեվ պալյուբոմը ինչ որ տոշկից sense դուք կարող եք լուրջ խոսակցություն ունենաք, բայց մեջում հումոր անեք էլի։ Իսկ բանի հետ խոսքի ասենք որ sense ոչ հումորի մեջ մարդու հետ է շփվում, ես sense փորձում եմ հումոր չանեմ, բայց դու ինչ որ sense ինչ որ պահի մտածում եմ կարող է հիմի պետք է հումոր անեմ էլի, չեմ ջոգում այդ որ դեից է պետք հումոր անել էլի, որտեղ որ խոսքի իմ մշտական տրամադրությամբ ես միշտ ոնց որ sense միշտ հումոր կարամ անեմ էլի, բայց մարդիկ խոսքի ինչ որ պահ եղել է երևի իմ կյանքում էլի, որ sense նորմալ խոսացել եմ էլի։ Ոսկի սաղ հումոր չի եղել։ Հա։ Իսկ դու ինչքան վաղ ստենդափ ես անում։ 4 տարի։ Իսկ քո ջոգելով կա հավանականություն, որ ինչ որ պահի sense այդ վիճակում լնես, որ դու միշտ հումորի մեջ ես, քո առօրյայում է բան, ու ինչ որ պահի նենց հոգեվիճակ գա մոտդ, որ вообще sense լրիվ հակառակ վիճակ կլինի։ То есть դու էլի բեմից կատական ես, բայց առօրյայում ոնց որ այնքան շատ դրա մեջ լնես, որ արդեն քեզ հակառակ ինչ որ դեպրեսիվ վիճակի մեջ գցի։ Ապա այդ էլ գիտես ոնց է, որ այդ առումով խոսքի ես իմի փորձում եմ շատ հումոր չանեմ ու խոսքի իտոգում առօրյա կյանքում շփվելուց բաներս ոնց որ դա արդեն sense կիսել եմ բան էլի որ մարդկանց հետ ոնց խոսքի եթե բանը ջոգում եմ որ ես հիմա ի վիճակի չեմ հումոր անելու բանել ուզում եմ պրոստը շփվեմ այնպես մարդկանց հետ եմ շփվում ովքեր պրոստը շփվում են իսկ խոսքի ասեն կոմիկներ կան որ ես գիտեմ որ իրանց հետ չի լինի ուրիշ ձև իրանք բանը երկար խոսակցությունների մասին չեն էլի դրա համար պրոստը բան եմ անում То есть իրանց հետ եթե ուրիշ ձև լինես պրոստը ոնց որ թեմայի մեջ չես լինի հա իրանք չեն կարա այտենց խոսքի ինչ որ պահի իրանք sense ուրախ մարդիկ են հա հումոր են անում պետք է իրանց հետ այդ տրամադրության մեջ լինես էլի ես իտոգում բան եմ արել sense փորձել եմ իմ սոցիալ էներգիան ճիշտ ջոգեմ էլի երբ ոնց է
մի հատ բան էի տեսել pick me բան է ասենց ինչ-որ յանի բան է որ վրեդ ցույց է տալի քո էներգիան էլի հիմի սոցիալ որտեվ ասենց չես ջոգի մինչև խոսքի ինչ-որ խոսակցության մեջ չմտնես երկար որ խոսքի մի բան եմ հոգնած եմ ուղղակի չի աշխատում ոչ մի ձևի էլի ու չհելնեմ տուն մի քիչ մենակով լրվեմ բայց ասենց իտոգում որ ինչ-որ պայի բան եմ անում ինչ-որ օր ելնում է որ ասենց ասեմ այսօր եթե այս օրը շարունակեցի խոսքի օրը շարունակեցի նկատի ունեմ ինչ-որ ակտիվ բաներ սկսեցի անել էլի դա իմ համար ասենց լավ չի բրցնելու այսօր ասենց զգում եմ որ տուն պետք է եթամ դա էլի այդ սո բանը ինչ-որ ասենց չարջի կարիք հլնում է էլի դա կարող է նրանից է որ միշտ այն ձև ես ու պրոստը սպառվում ես հա սպառվում ես էլի խոսքի շաբաթվա մեջ մի բան է յարը բռնել է որ շաբաթվա մեջ սպառվում եմ ամենակարևոր օրը ուրբաթ օրը ջոգեր որ խոսքի ասենք բանը ընկերներս բան խոսքի ասենք sense որ բան էին անում ուրբաթ օրը դե գուլյատելնելու օրն է չէ ուրբաթ օրը ինչ որ տեղ է թանկ բանման հա անգնում էր այնց որ ուրբաթ օրը вообще sense բեսամ դա բան հոգնած էի դավադիտ էի եղե ուժաշն շաբաթվա մեջ որտեվ այնց է երկու շաբթիս էլա լավ անց է երեք շաբթիս էլա ակտիվ անց է բան էլի sense բալանսի մեջ չէ էլի որ խոսքի ուրբաթ օրն էլ բան անեմ խոսքի sense հա սա օրը աշխատել եմ բան եմ երկու շաբթից 5 շաբթի աշխատել եմ հեսա ուրբաթ գա տաժամ էլի որտեվ բան ուժը երկու շաբթից 5 շաբթի տժացել եմ ուրբաթ օրը sense ուզում հելնեմ տուն էլի բայց խոսքի լավ շժալու բաներով ցելեմ բաներն էլի ուրբաթ օրն է Ես բան ունեմ դաժե չգիտեմ չեմ ուզում դա ընդունել որպես ինչ որ սնահավատություն այսինքն մոմենտ կա որ ես գիտեմ որ եթե օրինակ օրս վատ է սկսե վատ էլ շարունակվելու է ինչ որ կոնկրետ ձև կա վատ սկսելու էլի որ ես sense ներքուս զգում եմ որ այսի վсё հիմա այսի տոգում չգիտեմ դա օրվանից է թե ես եմ տենց տրամադրվում բայց ես փորձում եմ չտրամադրվեմ բայց մեկը տենց արում դաժե եթե փորձում չտրամադրեմ դիտողում չեմ ջոգում ոնց է դա աշխատում բայց տենց ելնում է որ ինչ որ այդպես կարևոր օր է Նակ որ առաջի անգամ պետք է բան էի մայք վարեի այդ օրը առավոտվանից զգում եմ էսի վատ օր է էլի sense ասում եմ հենց այսօր պետք է էսի ելներ ես ոնց որ ինձ անզոր զգամ դրա դեմ ջոգիր sense ասում եմ վсё ես հիմա բան չեմ կարող անում ես մայքին անտրամ եմ ելնելու ու սաղ օրը լարված եմ то есть ինչ որ հասարակ բաների մեջ մեկը մի բան այն չի գնում ու տենց կամած մոտենում է այդ կետին որ դու ուզում ես դավանցնի ու արդեն հույս չունես ամեն դա էլ բան իմ մոտ էլ է տենց բան լինում դա համ օբշի ֆիզիկական պահերը կա ֆիզիկական կատե ունեմ խոսքի քնելու բաները որտեվ քնելը պիզդեց կարելի է ասել պիզդեց կարևոր է նշ շատ կարևոր է այս նախադասության մեջ օբշի պիզդեցը բայց պիզդեցով է ուզում ասել բանը քնելը շատ կարևոր է ցելեմ ու բան էլ կա էլի ոնց որ ավել քնելն էլ է դե որ էլի դոգում որտեվ ավել քնում ես ինչ որ սես բան ես ինչ որ մեռած ես էլի ելնում բան շենց հերախոսի մեջ շատ մնալը բան պարկած տեղ է էլի պարկած տեղը հերախոսի մեջ խոսքի մի ելնում եմ 2 ժամ լրվեմ ու այդ օրը вообще պրոստը էլ չի լինելու հաստատ այդ պրոստը մեկ ոնց որ զգամ որ իմ ուղեղը իմ ընկերը չլինի вообще խոսք կարող այտենց վաղը ինչ որ կարևոր բան ունեմ անելու ու sense ասում так всё ես օրս նես դասավորեցի որ ժամը 11:30-ից պարկում եմ քնեմ բայզի 12-ին պետք է քնած ելնեմ ու sense գիշերվա արդեն 3-ն է ու ես առանց հեռախոս անազման պրո շուրումուր եմ գալի ինչ որ մտքեր արածում չէի կարա տենց չանեիր պրոստը էլի то есть դու գիտես որ վաղը կարևոր օր է ու դու գիտես որ ես ամեն ինչ արեցի որ շուտ քնեմ խի ես sense անում իտոգում տենց 4-ին քնում ես առավոտին 9-ը արթնում ես վատ քնած ու դու արդեն ջոգում ես որ всё քունս հարամ եղավ հիմա դրա պատճառով վատ է ալնելու հա տենց էլ ալնում դրա համար բաներ կան ապա իսկուստվինի խոսքի խմելը բանել էլի ոնց որ տենց իսկուստվինի տրամադրություն բարձրացնելը կարճաժամկետ էլի ես խոսքի տենց էներգետիկներ եմ հակած խոսքի որ տենց ջոգում եմ որ բանա խոսքի տենց հենց հիմի ուղղը շատ անջտած է էներգետիկ խմում ես բան անում էլի կարճաժամկետ բարձրացնում է հա օգնում է դա ապա ինձ հա ես խոսքի վաղտին вообще չէի հավատում դրան ու իտոգում կարայի կոֆե խմեի էներգետիկ խմեի
ու հանգիստ քնեի, բայց հիմա բանը սաղ էֆեկտները զգում եմ։ Էդի չգիտեմ ինչից է, վրոձի կարա ինչ-որ տարիքային բան լինի։ Խոսքը սիմուլյատոր չէր ազդում, հա, հիմա։ Էվա вообще չէր ազդում, ահա մի խոսքը ասենք դուբոյ սիմուլյատոր, որ էսան այնց աշխատում, ոնց որ ինքը բան է, էլի ստեղծվել է, էլի ոնց որ հենց աշխատում, ոնց որ պետք է աշխատի դա։ Խոսքի էներգետիկ խմում եմ, ջոգում եմ։ Հենց այսինքն ֆիզիկապես ջոգում եմ, որ ես հիմի ավելի ակտիվ եմ։ Բայց համել կարող է որ պրոստը սկսել եմ հավատալ այդ էներգետիկներին, էլի։ Խոսքի սկսել եմ հավատալ կոֆեին ու էներգետիկներին, աշխատում են։ Նա ես օրինակ չեմ հավատում ու չի աշխատում։ Դու իտոգում ինձ էլ տարիքով մեծ ես, էլի։ Հա։ Այդ տարիքի բավը ոչ չի դզում։ Ոնց որ ինչ որ բաներ կարող որ լինում է տարիքի հետ ու սենց ասում սարա ես չպետք է հիմա զգայի։ Ես հələ ջահել եմ սրա համար։ Ոսկի ինչ որ առողջական բաներ, որի տոգում ասում ես խիա էսի հետո խիա սենց վրա ինչ որ բաներ ելնում, որտեղ մտածում ես այս կարա տարիքի հետ այդ նորմալ է որ տենց ալում ու չես ում համակերպվես նրա հետ որ այն տարիքը որ դու մտածում ես ջահելը, դա արդեն այն տարիքն է, երբ որ սկսում է այդ ամեն ինչը, ու դա նորմալ է ոնց որ դու չես կարող պրետենզիա ունենաս օրգանիզմիդ, նես չի ինչ որ ողրի բաներ ալնում, բայց ինչ որ փոփոխություններ լինում է։ Ապես դաժե ողրի բաները, սենց խոսքի ինչ որ եթե դաժե առողջական ինչ որ ողրի բան ալնում, սենց ասում սկսավես էլի։ Ջոգին ինչ որ բաների մասին որ տեղյակ ես որ ինչ որ պահի ելնում է։ Ահա։ Ու հենց ելնում է ասում ես օրա լավ սկսավ, ոսկե ասենք էլի, հիմա ուժը սենց խնդիրներ եմ ունենալու։ Հա, այդքան չես զարմանում, ինչքան տխրում ես պրոստը որ դա սկսեց, ոնց որ գիտեիր որ մի օր պետք է սկսի։ Причем որ ինչ որ տարիքները կան որ դրամատիզացնում ես, որ քո համար էլի խոսքի չգիտեմ Մորգենշտերնը բանը 18 տարեկանում բանը միլիոնատեր ա եղել ու սենց խորնում ես ես էլ 18-ում պետք է էլի ոնց որ սենց դու քեզի դաստատաշնի տենում ես էլի սենց տալանտլիվ ես տենում բան սենց լրանում է ու մի հատ էլ դա սենց փոճուր դեպրեսիա որ խոսքի քո պատկերացրածը չես 18 տարեկանում էլի բայց այնպես ինչ որ բան է արել ես էլի որ քո պատկերացրածը լնես հա դու պրոստը մտածում ես որ ինքն է բան չի արել ու հասել է ասում ես դեսա իմ 18-ն էլ լրանա կլինի էլի այդտենց ապա 18 տարեկանում հենց 18 տարեկան լրանալու օրս բան արել ասես տեղերից հելել եմ ու մեջքս ճտացել է մեջքս բռնվել է իմ համար 18-ը տենց հատ տարիք էր էլի դրամատիզացված տարիք էր ուզում էի 18-ում ուժը ինչ որ բան լինի բայց ոչ մեջքից հա բայց ոչ մեջքից հա էլի նորմալ ասես ասում եմ օրա խոսքի դոգում հենց մեծացա էլի հա դե ցիտոգում տրամբանական է էլի խոսքի օրինակ 30 տարեկան է դա ավելի շատ մեջքից հավա քան միլիոնատեր դառնալ Դες դու տեսնում ես որ ինչ օրինակ միլիոնատեր է դառել ու ասում ես ես էլ եմ ուզում տենց բայց դու ավելի շատ են մարդկանց կատեգորիայում ես որոնց մեջքն է բռնվում Եթե ձգում ես մեջքի ցավ ունենաս ու 30-ում հաստատ տենց կունենաս, էլի, դի սենց պրոստը երազանքներիդ մեջ բան։ Հա, պետք է տենց բաների ձգտես, որ հաստատ ելնելու է։ Ուզում եմ մեջքի ցավ։ Հա։ Հերուն չտենամ բան։ Քանի հոգի նայում ես պոդքասթը։ Վերջերս շատ վատ են նայում։ Առաջ որ խոսքի յուրով էր ելնում, միտոգում մի 700-800 հասնում էր։ То есть կա որ մի 1500, даже ինձ թվում է 2008 կա որ մի 500, բայց տենց միջինը մի 700-800 հոգի նայում էր։ Վերջերս ինչ-որ չեն նայում, արդյոք չգիտեմ խի։ Իմ մոտ մի բան հույս կար, որ եթե ես պրոստը շարունակական անեմ, ոնց որ կսկսեն մարդիկ նայել, то есть այնով որ նայում կշարունակի նայել, ու արդեն որ դա կա շարունակական, ոնց որ կդառնա մարդկանց առօրյա մի բան նայելու, բայց իմ մոտ հակառակն ալում հələ որ ի շարունակական գրաֆիկով ես անում։ Հա, շաբաթը մեկ։ Ու օր կա ընտրած։ Հա, Կիրակի օրը։ Հա, դե ուրեմն տարօրինակը որ չի։ Հա, Իսկ զբաղվում ես իր պրակրուտկով էլի։ Չէ, ոչ։ Ոչ ման չեմ անում։
Այս մտածում եմ ինքը որ sense բան փախածոտ ինչ որ ավելի հետաքրքրություն ա մարդկանց համար էլի, то есть sense ինչ որ ոչ ուրախացնող կոնտենտ ա, ոչ ինչ որ չգիտեմ, չեբեդե չի էլի, որ sense ինչ որ sense սուր ինչ որ բաներ էլի։ Մտածում եմ այդպես մարդ կգտնի ինքը այդ մարդկանց։ Ինչ որ չափով գտել է։ Դե ուզում ասել, իտոգում խոսքը կարող է փախած մարդիկ է դաժե կուրսի չեն էլի այս ոդքասթի մասին։ Դե կարան, որ չեմ ուզում ոչ բանեմ։ Ուզում իմ համար եմ անում ոնց, որ այս ճոգում որ եթե ավել ջան գործ ա դրեմ, դա արդեն իմ հավեսից դուրս է ալնելու։ Իսկ երբ որ ես դա սկսեմ ստիպված անել, ես այն ինչը որ հավեսով էի անում, դա հավեսով չեմ անի։ Դա մի քիչ sense երկու ինչ որ բևեռային բան է, էլի մեկ մտածում ես էսի իմ համար եմ ուզում անեմ, մեկը նայում տեսնում եմ որ եթե ոչ մեկի պետք չի խիեմ ես էսի անում։ Դա հիշում եմ, դա իմ համար էի անում։ Դից Просто по-любому խոսքը ես Պոլնի հետ իլոգում եմ, բայց խոսքի կամած այդ իրականության հետ համաձայնվում եմ, որ по-любому ժամանակաշրջանը փոխվում է ու չես կարող էլի ինչ որ մի հատ բանի, ինչ որ մի հատ օրինակի նայես, ասես եթե ինքը էս օրինակով հասել է, ես է կարամ էս օրինակով հասնեմ, բայց դա հենց իր օրինակն է։ Հերո։ Ջոգեր ոնց որ խոսքի դու էլ այդ օրինակը խոսքի ասենք կարող է չի կրկնվում։ Ու խոսքի այդ բան էլի խոսքի ռիլ գցելը, բան անելը, ինչը խոսքի ասենք իմ ամենաճ սիրած բանն է այս աշխարհում, որ ես խոսքի պետք է ռիլ գցեմ։ Բայց sense ջոգում եմ որ դրան որ խոսքի ավելի թեթև ես նայում, ավելի բան էլի, պատխոդը պրինցիպիալ չի, բան ա դառնում էլի։ Sense քո պրինցիպիալ պատխոդը փոխում ես, ասում ես դե լավ, իտոգում խոսքի դե համի մարդիկ անում են լավ ժամանակ են անցկացնում էլի, sense Դե ես հիմա սրա մեջ ինչ որ նպատակ է չունեմ, որ ասեմ դրան պետք է հասնեմ ինչ որ ձև ու չեմ հասնում, բայց կուզեի որ ավելի զարգանար ինչ որ մարդիկ ավելի շատ նայեն, բայց դաժե այս բարագայում ինձ էլի օքեյ կլներ, եթե ես ֆիդբեք ավելի շատ ստանայի նայողների կողմից, որտեվ ասենք մանավանդ այդ որ մենակով եմ խոսում, դա ինձ բաները որ sense ինչ որ ներսից եմ ինչ որ բաներ հանում, ու ջոգան որ ոնց որ հույսս ունա որ կան մարդիկ ում որ դա պետքա լսել, ոնց որ ինչ որ բան որ մարդիկ իրար մեջ կարողա չխոսան, բայց դու դա լսես ու ջոգես հա իմ հետ սա նորմալ է խոսքի, ուրիշն է էս մտքերը ունի բան։ Ոնց որ այդտեղ ես ինչ որ օգտակարություն կտեսնեմ իմ արածի, բայց երբ որ ֆիդբեքը չես տեմ, դու չես ջոգում, դաժե եթե 200 view-ը, դա ռեալ 200 հոգի նայել են, թե այդ պրոստը 200 հոգի կլիկ են արել, 30 վայրկյան նայել են, ասել են ինչ հիմարությունը փագել են։ Այդ ջոգում is feedback ոնց է, feedback ստանում Ինչ որ կոմենտներ որ լնում է, տենց է լավ։ Մեկը եղել է, որ ասենք դուրսնել կամ տենց ճանաչել են կամ այդ ինչ որ կոմենտում են գրել որ դուսը տեսել են, բաս ինչ որ բաներ, այդտեղից ջոգում ես որ այս մարդը անծանոթ մարդ է, բայց ռեալ նայում է ու դու սենց ոնց որ ասում ես հայսի մենակ ծանոթներս չի որ նայում են։ Հացեք ստացի ծանոթները շատ քիչ են նայում։ Ես դրանից էլ եմ նայում, խոսքի մոտիկ ընկերներս Բավշե չեն նայում, խոսք sense կարող ասեն ավաղուց ծորակը չեմ նայ, ասում եմ վերջինը որն ես նայում, մի հատ նենց բան ասում, որ մի տարի անցել է դրանից, ասեն դու ընկեր ես բավշե։ Են նրանք ինձ ավելի շատ ընկեր են, որ չեմ ճանաչում այդ մարդկանց։ Իսկ դու ոնց ես բազացիաներով ծանոթ ես podcast-ը, խոսքի մարդը նայում է այս podcast-ից ինչ է ստանում։ Ինչ որ մտքային առումով բան էլի խոսքի։ Դե դա երևի, այդ որ մենակով եմ անում, երևի այդ մոմենտն է, որ մարդի, եթե ինչ որ մարդիկ կան, որ տենց իրանց ավելի իրանց մտքերի մեջ վստահ չեն դա նորմալ է թե չէ, որ մի տեից է լսեն ու ջոգեն, որ հա դե երևի ես մենակ չեմ։ Դե բայց դա բան չի։ Խոսքի քո մտքերը կարող է խոսքի ինչ որ մի հատ podcast-ի մեջ ինքը լսի, քո մտքերը ինչ որ բանի շուրջ։ Բայց ինքը այդ մտքերի մասին սկսի մտածել մի 2 ամիս հետո։ Այսինքն բան էլի ոնց որ քո մտքերը հիմա իր համար արդի չլինեն էլի կարող լինի բայց այդ դեպքում ստացվում որ ինչ որ բան է пишет для размышления էլի ոնց որ ինչ որ հա հետո sense բան կարող է դա լինի էլի նայ մեծ հաշվով ես որ sense նայում ինչ եմ ես խոսում вообще մեծ հաշվով ես ոնց որ այն խոսամ որ ես ուզում եմ որ մարդիկ ազատ զգան իրանց
այն սահմանների մեջ, որի մեջ որ ուրիշներին չեն վնասում։ Այդքան բան։ Ճիշտ է, միլիոն ձևի եմ դրա մասին խոսել, բայց իտոգում որ sense նայում եմ, այս հաշվով ոնց որ գլխավոր բանը է դալնի, ինչը որ ինձ անհանգստացնում է, էլի։ Դες ես ուզում որ լյուբոյ մարդ իր պահվածքի մեջ իրան լավ զգա, իրան օքեյ զգա, չհամարի որ իր այդ մի բան են չի, այն պարագայում, երբ որ ինքը ուրիշին չի վնասում։ Չգիտեմ, գիշերվա 2-ին գոռալով դուսը չի խոսում, դա էլ է ազատություն, բայց դա ուրիշներին վնասող ազատություն։ Հա, դե ամենաբազայնը խոսքի մարդը սպանել էլի իտոգում, խոսքի մարդը սպանել թե խորանալ հայն ես մի մարդը սպանում էլի, Հա, իմ ազատությունն է սրա մեջ է։ Հա։ Մի էսալ տենց բնավորություն ունեմ, խոսքի բնավորություն։ Ինչ բացասական գծեր ունեն ձեր բնավորության մեջ։ մարդ եմ սիրում սպանել։ Մեկը ամաչկոտ եմ։ Ես բանը ինչ պատկաստներ ես ապշնա։ Խոսքի ինչ պատկաստներ են քեզ դեզ էլի միջև այս պատկաստները։ Դա հետաքրքիր մոմենտ, որ այն ինչ որ ես բան եմ անում, զայնագրում, ես տենց բաներ вообще երբեք չեմ նայում ու երևի չէ նայ։ Ոչ թե վատն է, այլ ոնց որ էդի արդեն կա իմ մեջ էլ պետք չի։ Հա։ Ես բան եմ սիրում, կոմիկների բանը կար, ռուսական մի հատ ՉԿԳ պատկաստ կար, Կոստյա Շիրոկովը ու Սամվել Գինովյանը։ Հա։ Այդ է շատ է սիրում, ես ինձ հավես, իրենց հետո պրոստը բանն արա, իրենք ջնջել են դա YouTube-ից, բայց շատ լավն էր։ Ապես վախտին Բեսամ Կուջի ֆանատ եմ եղել։ Ես Կուջի այդքանը չէ։ Ես բանին էի շատ սիրում։ Вообще շատ խելացի մարքան շատ եմ սիրում, ռազմաստարոննի զարգացած մարքանց էլի, ինձ Անդրեյ Կանյաևը, գիտես չէ, Կուջի, ոչ եմ Տիմուրի հետի մարդ է էլի։ Ինձ դզում էր Բեսամպինք էլի, որ sense բան եմ։ Ռազմաստարոնի զարգացած մարդ է բան։ Խոսքի sense հումորիստի հետ անստած բան, բայց ինքը sense շատ ինֆորմատիվ է էլի։ Բայց այդ Կանյաևից չկա տպավորություն, որ ինքը իր խելացիության ձեռը կրակն է անգե։ Ջարմով։ Ոնց որ հումորիստից սպասում են, որ ինքը պետք է հումոր անի անդադ, իրանից անդադ սպասում են, որ ինքը պետք է խելացի բան խոսի, ու ինքը ստիպված անդադ խելացի բաներ է խոսում։ Հա։ Այդ է կա։ Դեթոգում լյուբոյ մարդ ոնց որ իր օբրազի գերին դառնա, էլի, եթե ինքը պուբլիշն է ալնում։ Ոնց որ քեզ չեն սիրում քո եսի համար, քեզ սիրում են այն նրա համար, ինչով որ քո հետ ծանոթացել են, ու դու էդի պետք է շարունակես տալ։ Ապետ պակա, դեռ շուտ կա ունեի, որ հումորով է զբաղվում։ Մարդիկ խոսքի, ով որ քեզի ճանաչում են, որ դու հումորով ես զբաղվում, բան, համ քեզնից սպասում են, որ դու հիմա իրանց խնդսնես, չնայած որ դու պրոստը լրված ես, էլի։ Նույնիսկ խնդսնելու դեռ տրամադրության մեջ չես, էլի։ Ու բան են անում, քո հետ էլ հումոր անելուց, sense բան են լինում, էլի։ Խոսքի sense հումոր են անում, ու sense քեզ են նայում, էլի։ Այսինքն նայում են, խոսքի իմ հետ եղել է որ բան են անում, էլի։ Ներողություն են խնդրել շուտկի համար։ Sense որ արել է, ինձ չի խնդսրել, ասել է բան, կներեք, ես ձեր արիում բան չի, չէ՞, խոսքի sense չեք անի sense հումոր բանել, ասում դե լավ խոսքի, ասենք ես մի բանի մեջ եմ, էլի, այդ տրամադրության մեջ չեմ, էլի։ Բայց դիտողում դու այդ պոզիցիան չունես, չէ՞, որ իրան ասես սա վատ հումոր է, sense բանել չա։ Այդ է, էլի, որ նոր մի քիչ առաջ խոսում ենք, հիմա ես ոնց որ այդ դրան ուժը Պոլնի բան եմ արել, էլի։ Ես խոսքի ջոգում եմ ով է հումորիստ, ով չէ, էլի, խոսքի տենց ինքը չգիտի այդ արժեքների բաների մասին, ես իր այդ դրա համար չեմ շփվում вообще։ Դաժե խոսքի ասենք այտենց խոսքի ինձ հումորի վրա որը ընդունված չի խոսքի հումորային տեսանկյունից, խոսքի հումորիստների տեսանկյունից, ես դաժե կարող խնդամ էլի, որ այտենց կամպանիայում ելնեմ էլի, որ ինձ դաժե այտենց բաները մեկ-մեկ ավելի շատ են խնդեցնում, քան հենց ինչ որ պերսոնաժային ես նայում, խնդալու է դառնում։ Ես խոսքի շատ բաների հենց դաժե տենց էլ նայում եմ, էլի։ Մարդկանց մի քիչ որ պերսոնաժային տեսանկյունից ես նայում, խոսքի տենց իրանք ամպուլայի մեջ խնդալու են, էլի, խոսքի, որ իրանք բան են, էլի, sense խոսքի չգիտեմ, քյարթու տղա է, որպես ու ինքը քյարթու տղու շուտկեք անում, ու որ sense ես նայում, ասում ես բան էլի, ինչ խնդալու շուտկեք անում, եթե այդ բանով նայես, էլի։ Հա, ոնց որ կարող է ինչ որ արժեքների հետ համաձայն չես բան, բայց ջոգում ես որ էսի։ Հա, խոսքի ասենք, sense ինքը խոսքի իր ասածի հետ կարող է вообще համաձայն չլինեմ, բայց sense ինքը по-любому էդի շատ խնդալու է անում, էլի։
Ես ամենաշատը կսացի բան եմ անում, խնդալու քարտու տղեկին շատ եմ անում, էլի։ Ես իտոգում խոսքի ասենք այս բանից, էլի Շենգավիթի բանից, էլի։ Շենգավիթի լիքը խնդալու քարտու տղեկ կան, ասենց լիքը, էլի, որ ասենց բան, որ հետները ասենց մի քիչ բանով էս բան, ընկերներ ունեմ, որ խոսքի իրանց ընկերների հետ են ծանոթացրել արդեն բան, ու տան շփվել եմ հետները բան, ապա այնպես խնդալու տղեկ կան, որ խոսքի ասենց իրանք այդ բանից դուրս են գալիս խոսքի, ասենք որ հետները շատ էս դրվում, իրանք այդ բանից դուրս են գալիս, էլի, այդ օբրազից խոսքի բան, ծանր վիճակներից դուրս են գալի ու բեսամ խնդալու են դառնում։ Այն որ խոսքի դաժե բանոտ էլի, օտիգրիշներ են անում, բան են անում, այդ էսենց շատ ուժեղ են էլի, ոնց որ խոսքի բանը, այդ որ բան կա, իրան թողես բեմի վրա, ախպեր ինքը խոսքի թողեք հելնի բեմ հերիքա։ Այդպես տղեկ կա, ինքը խնդալու մարդ է։ Խնդալու մարդ է, բայց բեմի վրա չի աշխատի այդ իր ասածներ, էլի։ Բեմի վրա ինքը դաժե չի կարա էդի անի, որտեղ ինքը չի ջոգում, որ նա ինչն է այդ խնդալու անում, էլի։ Բայց դա երևի խնդալու մարդ լինելն է պրոստը բեմի վրա ինչ որ չափով կարա աշխատի։ Եթե մի քիչ էդի աշխատացնես, եթե աշխատացնես, այդ է էլի։ Պալիբոմ ինչ որ տոշկից պիտի դու իրան ֆորմեքի մեջ դնես, էլի։ Քո խնդալու մարդ լինելն էլ պիտի ֆորմեքի մեջ դնես, որտեվ խնդալու մարդը շատ հաճախ չի ջոգում ինչն է իր մեջ խնդալու։ Հա։ Բայց այդ մեկը ինձ թվում է ագին առավելությունը, որտեվ կոմիկներ կան, որ ես sense այդ մարդը պրոստը բեմ է հելնում, արդեն դրա մոտ լավ է։ Պրոստը ինչ որ հայացքից բանից, պլյուս ինքը խնդալու կատակներ էլ է անում։ Բայց ինքը իրանով պրոստը sense չգիտեմ ինչ որ խարիզմա է, ինչ է բանը։ Ես ջոգեմ, որ ես օրինակ տենց չեմ կարա, ես պետքա ավել վիզ դնեմ, որ ես այդ դրա ոնց որ այդ է փագեմ, էլի, այդ իմ բացը, որը որ ունեմ, որը որ ինքը չունի, ես դրա համար ավել վիզ պետք է դնեմ, որ կարանամ մարդկանց, չգիտեմ, գրավեմ։ Իսկ ինքը արդեն պրոստը իր ներկայությամբ գրավում է։ Շոկոյի մասին է, չէ՞ խոս։ Լսի, ժոռ ջզմաչանը, այս ջզմաչանը որ ինչ որ չգիտեմ, դաժե ինչ որ լեզվի սայթակում մոտը որ լինի, բան կարող եմ այդպես հայացքով նայ, sense իր ջզմաչանի մեջ այդքան շատ չեմ նկատել, կստացի ջզմաչանի իմ համար ավելի շատ hard worker է, էլի։ Էդի բալեբոմ ոնց է իմ համար այդ միքսն է, էլ, то есть դաժե եթե ինքը բան չի անում, մեկը ինքը իր խարիզմայով գրավում է, էլի։ Իմ համար top 1-ը ոնց որ հենց այնս խարիզմայի բանով էլի, որ ես խոսքի իմ համար լուբոյ տեսանկյունից հելնում աբեմ ուժը խնդալու է ժոկոն է, էլի։ Հա, պրոստը ժոռն ինձ թվում է քո համար է տենց խնդալու, բայց լուբոյ զրիցիլ չի որ կարա էդի բռնի։ Հա, լուբոյ զրիցելը չի կարող բռնի, հա, ես էդ եմ բան արել։ Դա համար ժոռային ամենաշատը էդ եմ ասել էլի, որ դու պետք է հելնես բեմ մաքսիմում փորձես ընենց ոնց որ դու իրական կյանքում էլի, էդի դու արեցիր ուժը հերիքը։ Բայց խնդալու մարդը պալվում ու էլի ոնց որ sense դրանով շատ առաջ չես գնա էլի պրոստը խնդալու մարդնելով եթե չջոգես քո մեջ կոնկրետ ինչն է խնդալու։ Հա, բայց որպես առավելություն դա հաստատ կարաս օգտագործես։ Խնդալու ձեները կան էլի, խոսքի ժոռը խնդալու ձեն ունի։ Հա, ձենը խնդալու է ուրա։ Հա։ Բայց ես մեկում մտածում օրինակ ոնց որ ամեն մեկը բեմում ցույց է տալիս բավական իր հումորի զգացումը, ու դա շատ տարբեր է ամեն կոմիկի մոտ, բայց ես որ նայում օրինակ մեկ ժոռայի բավը մտածեմ, մեկ Կարապետյան Տիգրանի, որ իրանց մոտեցումը նենց է բեմում, որ իրանք գիտեն, որ կարող է շատ ծիծաղ չստանան, որտեվ կարող է մարդիկ չջոգեն, ոչ թե իրանք որտեվ խնդալու չեն, այլ որտեվ իրանք տարօրինակ բան են անում հենց հիմա բեմին։ Բայց մտածում եմ տենաս այդ մարդիկ նեղվում են այդ պահին։ То есть по-любому իրանք ուզում են շատ ծիծաղ, բայց իրանք ջոգում են, որ իրանք շատ ծիծաղի բան չեն անում։ Իրանք տենց բան անում, որ կարող կամ բեսանտ կպնի, կամ կարող է եւ չկպնի։ Հա, որ կոմիկները հետևից խոսքի ճաքում են խնդալուց բան, բայց խոսքի զրիցելը բան չի անում։ Դե խոսքի տիկոն գիտեմ դաժե որ ասել էլ է, էլի, որ ասում եմ խոսքի տիկոն այդ բան էր, այդ ախորպես պատկաստում էր, էլի, ասում ես որ անում եմ որ անդոն խնդա բան, էլի։ Բայց տենց է քո ժոգելով։ Այդ չգիտեմ։ Էդի ոնց որ արդեն ավելի շատ իրանց պետք է հարցնել, խոսքի
բայց ինձ թվում է իրանք չեն ուզենա փոխվեն, էլի։ Եթե մինչև հիմա տենց անում են ու դաժե եսը չի ուզենա, էլի իրանք որ փոխվեն։ Հա 100%, չէ, դա կայֆ է, ինձ հետաքրքիր է պրոստը ոնց այդ մարդը իր մեջ զգում, ինքը ուզում է ծիծաղացնի, բայց ջոգմա որ ինքը ամենակլասիկ բանով չի ծիծաղացնում ու կա հավանականություն որ չեն խնդա։ Այդ իմ անթոյա թե շարժը մտածում ես դե լավ, դե ես գիտեի որ կարող է սրա վրա չխնդան։ Իսկ նույն պրինցիպի իրանց դեպքում արդեն այնքան բավականաչափ փորձ ունեն, էլի որ չնեղվեն դրանից։ Իմ ջոգելով համել այդտենց բաներ երկար անելով դու կարաս տեղավորցնել քո պերսոնաժին արդեն որտեվ դե եթե պրям ճանաչելի ելնես, հա։ Դա արդեն sense գործ է, որը խոսքի sense դու պետք է անես, դա sense ավելի դժվար գործ է իտոգում դառնում էլի, որ եթե քո հումորը sense տարօրինակ ձևի է, դու խոսքի սիրում ես sense սյուրվել բանել էլի կամ խոսքի sense ուրիշ ձև բանել, դու պետք է գործ անես, որ քեզի այդ քո պերսոնաժը սիրցնես ու մարդիկ արդեն հասկանան sense որ քեզ տնան, ասեն հա, հեսա խոսքի 10 րոպե այս ձևի հումոր է լինելու էլի։ Հա, հիմնականում երևի այտենց որ չեն խնդում նրանից է որ իրենք սպասում են պրոստը ուրիշ բան ու ստանում են այդ, բայց եթե հենց այդի սպասեն պրոստ չգիտեմ խոսքի հիմիկվա կոմիկներ ում որ մենք գիտենք որպես լավ խնդալու կոմիկ իրանք Հայաստանում թե Հայաստանում իրանք ճանաչելի են մարդկանց կողմից կոջոգելով թեկուզ դու կոջոգելով դու չէ, բայց ես ավելի կլասիկ բանի մեջ եմ։ Դե թեկուզ պրոստը ուզում ասեմ որ ինչքանով մարդիկ գիտեն էլի ում են եկեն այն ամգդես ոնց ես իմ առումով իմ ճանաչելիության բանը հասեմ էլի ինչա ինձ թվում խոսքի ասենք մարդիկ իմ անազգանունը որ տենում են կամ իմ դեմքի վրա աֆիշը որ տենում են ես պալիբոմ այնքան շատ եմ ուժը ելույթ ունեցել որ ինձ ինչ որ մի հատ ելույթի իրանք հաստատ ֆիքսել են էլի ու խոսքի որ տենան նայած այդ իրանք տեսած ելույթը լավ է անցել ես լավ եմ տեղ եղել թե չէ սենց տենան ինձ ինչ որ իմ անազգանունը կենամ կամ նկարը տենան աֆիշի վրա այսպես բանով էլի սենց խոսքի տենում են գցենք Էդո Հովսեփյան ում համար իրանք ուզում են գան կողը տենում են իմ անազգանունը ու ոնց որ արդեն բանն անում այստեղ են էլ խոսքի մի անգամ տեսել եմ խնդալու էր այդ հանք այստեղ են մի անգամ տեսել եմ տենց խնդալու չէր բայց պալբոմը այդ հանք Էդոին նայեք ասեք 10 րոպե կսպասենք Իսկ այդ մոմենտն էլ է աշխատում որ եթե խոսք քեզ տեսնում են աֆիշայի վրա օրինակ Էդոյի հետ մտածում են դե երևի արժի ռազուշ Էդոյի հետ նույն շոուում է ուրեմն մի բան կա Դաժե եթե քեզ չեն ճանաչում էլի Դա կարա լինի հա Ոչմ գիտես ինչ է պրոստ ուզում ասեի որ այն կոմիկներում որ մենք գիտենք որպես շատ խնդալու բան ու գիտենք որ են կլիկը ելույթ են ունում եւ այլն ու ամեն շաբաթ են ելույթ ունում ու շաբաթը մի քանի անգամ իրանք մեկա ճանաչված չեն Դե հա ապա ճանաչված են բայց Դենեղ կրուգում Գիտես ոնց որ խոսքի այս պավել եմ էլի շատ մտածել որ խոսքի դու սենց հելնում ես 10 րոպե ելույթ ես ունենում ռոգիր ոնց դու բարեբում ու դու քո կյանքն ես ապրում էլի սենց հելնում ես 10 րոպե ելույթ ես ունենում տենց լավ չի անցնում ու դու մտածում ես բլա ոչմ լավ չանցավ խոսքի ասենք էլի հիմա այն մարդիկ կմտածեն սենց ես բան էլի կմտան ես вообще որի կոմիկ եմ խնդալու չեմ բան բայց Էդի դու ես տենց ֆիքսում, որտեվ դու ես, էլի։ Այն մարդիկ խոսքի ասենք այդ 10 րոպեն, դաժե եթե լավ ելույթ չես ունեցել, սենց դաժե չեն կարող է շատ ֆիքսվում։ Հա, դա պրոստը անցկացրել են այդ ժամանակը միջի հաջորդը։ Խոսքի այսինքն խնդալու չէր, այն մյուսը լավ խնդալու էր, էլի։ Բայց քանի որ դու այդ 10 րոպեն ապրել ես, սենց դժվար էլի, խոսքի լավ ելույթ չես ունեցել, դու սենց մտածում ես, հիմի սաղ իմ մասին են մտածում։ Հիմի սաղ մտածում են, ինչ որեր խոսքի 5 հատ լավ ելույթեր, այն մեկը հելավ տրամադրություն ես փչացրեց խոսքի, էլի։ Բայց իտոգում ինձ թվում է ոչ մեկն այնց երկար չի ֆիքսվում, էլի։ Դե կարաս ինձ թվում է այնքան վատ ելույթ ունենաս, որ ֆիքսվեն, ասեցի առիթ 10 ֆիքսվելու։ Տենց ես բաներին էլ եմ վերաբերվում։ Խոսքի ելույթներ ալնում, խոսքի որ սենց հելնում ես, ինչ որ սենց որոշակի ձևի խնդսնում ես, բայց բանը
ու մտածում ես դեսնես թույլ անցավ, լավ չանցավ, էլի, այդպես բան, բայց խոսքի այդ մարդու հետաքրքիր է եղել այդ 10 րոպեն, էլի։ Ինքը չի sense մերը խնդալուց, բան, բայց sense ալբոմը ինքը լավ ժամանակ է անցկացրել։ Ասենք դրա համար հետաքրքիր կլներ ինչ որ օձիվներ խոսքի ելներ, որովհետև օրինակ իմը շատ ալնում, որ ես ելույթ ունեմ ու խոսքի ին վաղ ծիծաղը ավելի քիչ լինի, քան ինչ որ ուրիշ կոմիկի, բայց ես տեսնում որ մարդիկ լսում են ինձ, իրանք անջատված չեն։ Ու իրանք լավ տրամադրության մեջ են, բայց ուժեղ ծիծաղ չկա այդքան։ Ու հիմա ես չգիտեմ դա հիմա լավա ձեր համար անցնում թե վատ անցնում է, չէ՞։ Ու ես կուզեի դա պրոստը իմանալ, որովհետև կարող է ես լինում է ինչ որ նենց թեմաներից եմ խոսում, որ ես գիտեմ այս թեման նենց չի խնդսնի, ոնց որ չգիտեմ տրանսերի մասին ինչ որ կատակները, բայց ես տեսնում որ մարդիկ լսում են, իտոգում իրենց հետաքրքիր է երևի որ լսում են։ Բայց դու ոնց որ միակ քո արենցիրը դա ծիծաղն է, որ ջոգես լավ անցավ թե չէ։ Դա էլ այլի կոմիկի դժվար բաներից։ В целом խոսքի ասենք դրան էլ է պետք սովորել, այդ լռությանը պետք է սովորել, որտեվ խոսքի sense նետիսնս դաժե երկար ելույթ ես ունենում, մեկը դժվար է այդ պահը հասնում էլի, որ դու սովորես, որ լռությունը օքեյ է, բան եմ պատմում հիմի խոսքի ասենք էլի, sense բան եմ խոսում, կատակը մի քիչ ուշ է ալնելու էլի, բայց այդ լռության մեջ sense մտածում ես դաժե դու իմանալով որ ստեղ խնդալու չի, միշտ sense սպասում ես կամ խոսքի sense թեթև խնդալու է բան, sense միշտ սպասում ես որ հեսա կխնդան էլի։ Հա, մի թեթև խնդացեք, մինչև հասնենք այդ կետին, էլի մի անջատվեք։ Դրա համար խոսքի sense դա էլ է բան էլի, sense կարևոր բան, որ sense լռությանը սովորես էլի։ Ինձ թվում է ներքին վստահությունից էլ ալիք կախված ինչքանով ես դու քո վրա վստահ որպես կոմիկ, որ դաժե եթե չխնդան դու չմտածես որ դու խնդալու չես, մտածես խոսքի իրենք չբռնեցին էսի, կամ մտածես այս անգամ կատակներս խոսքի նոր էին, բայց в целом էսի իմ մասին չի ամեն ինչ չի էլի իմ մասին խոսում այսօրվա ելույթը, բայց եթե դու քո մեջ վստահ չլինես, ինձ թվում է հեշտ կարաս սպանել դրանից։ Դա էլի open mic-երի քիչ լինելը ոնց որ մի քիչ բան է էլի, Պալյուբոմու խոսքի ասենք Պալյուբոմու դու sense մեկ պետք է հաշվի առնես, որ ինչ որ հումոր կարող է դու խնդալու չես գրել, բայց խոսքի ըլլումա որ խոսքի green room-ում լավ աշխատում, հետո ոնդե վատ աշխատում, հետո դրա վրից 3 անգամ վատ աշխատում, ասում ես всё, դե լավ է շուտկեն խնդալու չի։ Բայց sense մի հատ ինքնավստահության բան կա, որ խոսքի ես էսի գրել եմ։ Խի խնդալու չի, այդ բանին ես sense մտածել եմ, խոսքի խնդալու էր, էլի, ինչ եղավ խոսքի այդ ոնց դարավ, որ էսի խնդալու չի։ Դրա համար որ open mic-եր շատ անում, որտեվ պալյուբոմու abstract բաներ կան, խոսքի ինչքան է որ կոմիկներին ասում են որ զալի վրա երբեք պետք չի գցել, մեկ զալն է մեղավոր։ Դե հա, եթե խոսքի դու ինչ որ կատակ 10 անգամ կարդացել ես, ուժեղ խնդացել են, մի անգամ չեն խնդում, չես կարող ասես դե երևի կատակներից խնդալու չեն։ Դա պրոստը իտոգում այնքան ինչ որ օբյեկտիվիզմ կա կատակի մեջ իհարկե, բայց մեծ հաշվով շատ սուբյեկտիվ է, թե ում ոնց կգտնի, դրա համար ոնց որ հստակություն չլինի էլի դրա մեջ, պրոստը sense պրոստը պետք է գնաս։ Խնդալու չեղավ, մյուս անգամ էլի պետք է փորձես, կարող է էլի չլինի խնդալու, կարող է լինի sense հստակություն չկա էլի, որ ասես էսի հա, всё, էսի ֆիքսեցինք բոլորով, սաղ զալով ֆիքսեցինք, էսի խնդալու է, ցանց դու միշտ սրա վրա խնդալու ենք։ Չէ, դու այս անգամ ֆիքսեցիր, մյուս անգամ պատմիր չխնդացին։ Դրա համար գիտես ի՞նչ է կայֆ, որ հայտնի այ կոմիկի հայտնիության մի հատ sense կետ է գալի, երբ որ դու ունենում ես քո աուդիտորիան, դու խոսքի աշխատել ես քո պրինցիպներին որպես հումորիստ չես դավաճանել, այսինքն հումոր ես արել այն ամեն ինչի մասին, ինչ դու ուզում ես հումոր անես ու այն ձև ոնց ուզում ես հումոր անես, որ ինչ որ տոշկից քո աուդիտորիան է հավաքվում, որոնց մոտ դու արդեն միշտ ելույթ ունենալուց արդեն sense բան ես անում, էլի, կարող ես խոսքի հենց քո շուտկեքի վրա աշխատես, էլի, որ քո աուդիտորիան է, իրանց այսքան խնդստնում, հա, ու փորձում ես այնց անես, որ իրանց ավելի շատ խնդսնես, էլի, քեզի սկսում են արդեն լսել, հա, դուք քո հետ սկսում են խորանալ, էլի, ինչ որ տոշկի վրա, որը դու չես խորացել, որովհետև երբ որ զալի մոտ դու անծանոթ մարդ ես հելնում, դու իրանք ուժը sense մի քիչ բանոտ են, էլի, կրիտիկոտ են, խոսքի ասենք, չջոգեցի, չեմ ուզում ջոգեմ։ Հա, խնդալու չէր, երևի որտեվ այստեղ են խնդալու չի։ Այստեղ են խնդալու չի, բայց որ խոսքի ասենք մի քիչ ուժ ինչ որ sense հայտնիություն ես ունենում, քո աուդիտորիան ես ունենում, բան են անում, էլի sense
լավ հələ կարող է արա հա ջոգա ինչ էր ասում Հա ոնց որ բանը կա էլ այդ կրեդիտ դավերի ասվածը կա որ դու հակված ես դրա մեջ գտնել խնդալու բան ոչ թե հակառակը հա Ոբշեմ մտքի հետ համաձայն եմ բայց քո ջոգելով ինչքան կոմիկ կա որ իր աուդիտորիան ունի ինձ իմի դժում է որ Էդոն ունի խոսքասենք էլի Էդոն sense ուժը ունի ու բանը Էդրա հաշվին Էդոնը ավապշե բացվել խոսքի ասենք էլի որ տնային աշխատանքը նայում եմ sense ջոգում եմ էլի որ այդ մարտիկ ուժը սիրում են Էդոին ու ինչ որ բաներ որ Էդոն խոսքի ասենք դաժե խոսքի ասենք sense ինչ որ մեկին կարողա բան անի խոսքի sense ինչ որ լավ սուս մնա ջոգիր խոսքի ջոգում ես որ Էդոն հումորային բանով է ասում ու իրանք էլ են ջոգում ու իրանք էլ են ջոգում արդեն էլի լավ սուս մնան հիմա խոսքի ես ինչ որ մեկին ասեմ լավ սուս մնա կասեմ Ես ինչ թույլ տվեց էլի իրան խոսքի Դե չգիտեմ Էդոն ունի իր աուդիտորիան իսկ նո Բորիսը ինչ որ չափով ունի իր աուդիտորիան հա բայց այդ եմ ասում նա հիմա այդ կոմիկները որ այդքան ելույթ են դնում ու այդքան վիզ են դնում ու վրոդի իրանք պետք է լինեն ճանաչելի մարդկանց համար լիքը կոմիկներ էլի նո լիքը ասելով գիտես ոչ Իտոգում իրանք դեռ չունեն իրանց աուդիտորիան մեկը Հացա իրանց այդքան տեսել են մարդիկ Դու ունես խոսքի աուդիտորիա քո կարծիքով հստակ որ ամ 4-5 հոգի էլի այդ 4-5 հոգին հա բայց չեն հենց որ զալ գա Չէ քո համար Չէ չունեմ իմ աուդիտորիա Բայց այդտեղ չկա ինչ որ հակասական բան թե դեռ օքեյ է то есть կգա այդ պահը որ սաղ կլինի թե արդեն պետք է Ես կարծում եմ որ իմ աուդիտորիան ես չունեմ միջև իմ այն պատճառով որտեղ ես դաստաշնը չեմ անում որ այդ աուդիտորիան ունենամ Բայց դու լիքը ելույթ ես ու շոուներ ես մասնակցում քեզ մարդիկ շատ են տեսել պետք է ջոգեն դու ինչ ձև ես ու ինչ որ մարդկանց ու որ կպնի իրանք դառնան քո աուդիտորիան Օֆլայն ելույթների մասին եթե խոսանք օֆլայն ինչ ելույթ եմ ունեցել բանը Այդ օֆլայն տեսանկյունից խոսքի ասենք ես լիքը լավ ելույթներ եմ ունեցել լիքը ու լիքը վատ ելույթներ եմ ունեցել ոնց որ պալյուբոմու այդ ամեն ինչը պետք է նկարվի եթե այն ինչ որ իմ հետ է նկարվել ես ջոգում եմ որ դա դաստաշնի չի որ մարդը ինձ հավանի իսկ օֆլայնը օֆլայնը բանա ամեն մարդ չի որ օֆլայն ինչ որ բան նայելուց հետո կեթատուն քեզի կգտնի Instagram-ով պատվիսկա կտա Մանավանդ որ պատվիսկա այդ անդենես ինչ որ կոնտենտ ունես հումորային հա ինչ որ կոնտենտը չունեմ այսպես սովորական մարդու ինչ որ բան է էլի պալյուբոմու խոսքի ասենք դու պետք է մի քիչ ցուցաբերես այն որ դու ինչ որ մեդիայի մեջ ինչ որ մարդ ես էլի Օրինակ բանի վախտն եմ ես այդ զգում որ գոնգ շոուի ալնում Ես այդ վաղ զգում եմ զրիցելը ու մասիրում Ես զգում եմ որ զրիցելը ճանաչում է այդ կոմիկներին Հա ես էլ եմ այդ զգում հա Բայց հենց ստենդափի ժամանակ շատ քիչ է ալնում Որ այդ օրինակ գոնգի վաղտ այդ մարդու անունը լսում են մի անգամից ջոգում ես որ 3 անգամ ավելի շատ աղմուկ եղավ քան նախորդների Հա То есть այդից ջոգում ես որ շոտիկի ճանաչում են Բանը որ խոսքի որ գոնգի վաղտ անուն ազգանունը լսում ես այն որ խոսքի ինչ որ աուդիտորիա մարդը ինքն է հելնում ուժը տեյց ջոգում ես էլի որ դու կրվար խոսքով նենց sense ապտալի որ ասում ես всё դե նախույել է sense ոնց որ այս մարդուն սիրող մարդիկ են եկել էլի Այս մարդուն սիրող մարդիկ վերջում պետք է ընտրություն կատարեն իմ ու իրա միջև խոսքի ակնհայտ ընտրություն Իմ մոտ գոնգը տենց կլասիկ սցենարով է անցնում ես հասնում եմ ֆինալ ֆինալում բոլորը հենց իմ հերթն է գալին հենց են այդ ծապտալու պահին հենց են նայում ոնց որ էս ով էր որ էստեղ են իրան չենք է տես էստե դեսի դոգում 2 անգամ կրել եմ մեկը ծյոմի հետ կիսելով բանը առաջի անգամը հաշվում եմ որ արդար եմ կրել ջոգիր առաջի անգամը իտոգում համ խոսքի sense լավ տրամադրության մեջ էի համ էլ շուտկեքս ուժեղ էին էլի ու տենց դարավ էլի խոսքի բայց գոնգը իտոգում որ դաժե եթե ճանաչում են իմ ջոգելով ինչ որ մի հատ sense տոշկա կա տրամադրության եթե sense լավ տրամադրված լինես կգրես նո լավ հումոր լավ կոմիկ է էլի մենակ տենց կարող անիվցել
Այն որ խոսքի նենց լավ ելույթ ունենաս, որ դաժե այն մարդը, որ բան արել, այն մարդը, որ ուրիշ մարդու համար է եկել, սենց ամաչի այդ մարդուն ծապ դա էլի, որ սենց օբյեկտիվությունը կրի անարդարություն զգանք իր հանդեպ էլի։ Մեծ աուդիտորիա գտնելը շատ կարևոր է։ Դա դրա համար դողում պետք է էլի ինձ թվում է սոցիալ մեդիայում ակտիվ լինես ու հենց այն ինչ որ դու ներկայացնում ես, այս պարագայում հումորը ընդեղ դու ներկայացնես, ոչ թե պրոստը դու կաս Instagram-ում ենթադրենք, այլ օրինակ ոնց է, Միկան օրինակ ինչ որ անում է Instagram-ում, մեծ հաշվով այդ նայող մարդը, որ գա իր ստենդափը նայելու, ինքը մոտավոր տենց մի բան է կստանա։ Հա։ Էդ է էլի Միկան խոսքի կայֆոտ է, ինչ անում է, խոսքի կայֆոտ է էլի, որտեվ խոսքի social media-ն իտոգում շատ կարևոր է, խոսքի որ դու դրանով զբաղվես էլի, պրոստը որ խոսքի հիմա ես չեմ սիրում ռիլեր, բայց ջոգում եմ որ ինչ որ տոշկից պալբոմ պետք անել, որտեվ դե դա աշխատում էլի, ոնց որ աշխատող բանը է դա։ Դե տարբեր ձևեր կան, խոսքի ռիլեր անելու էլի։ Խոսքի այդ պոդքասթը, որ ասում եմ ուզում եմ անեմ, հետո խոսքի ինչ որ կարող է այդ պոդքասթից ինչ որ կուսոկներ կդրեմ ու գցեմ խոսքի Instagram որպես reel։ Այսինքն դու կարաս քո բանն էլ անես, էլի։ Քո YouTube-ի ինչ որ մի հատ բան անես, քո պրոյեկտը կարաս անես, ինչ որ դա սերիալ անես դաժե, էլի, ինչ ուզում ես ոչմ անես, դրանից կուսոկ կդրես, գցես reel։ Եթե չես ուզում հենց կլասիկի reel անես։ Այդուք կարող երևի գտնես ինչն է քեզ հավես, էդի անես, եթե էդի հումորի մեջ է ու այդ social media-ում ներկայացնես։ Ու social media-ում ներկայացնես, հա։ Այդ podcast-ը քո ջոգելով կանեք դու կանես։ Դու ես ուզում ջոգեմ քո պրոյեկտն է, դա իլնել թե ինչ որ մեկի հետ։ Ես ուզում եմ միշտ լինեմ այդ podcast-ում։ Հա։ Այսինքն երևի ինչ որ չափի իմ պրոյեկտն է։ Իսկ ինչքանով է հավանական, որ դա հեսա կլինի։ Մաքսիմում սրոք մի ամիս կլինի։ Բայց դու քեզ ճանաչելով գիտես որ կանես, էլի։ Հա, ուզում եմ անեմ։ Որ ասես մեջս հենց մի ոնց որ մոտիվացիան քանի գտել եմ, ուզում եմ անեմ, էլի։ Որ մի դաժե այսքան շատ որ ասում եմ ուզում եմ անեմ, դա էլ է իմ համար բան, էլի։ Իմ համար դաժե կարևոր է այն ինչ որ ուզում եմ անեմ, շուշուտ ասեմ որ ուզում եմ անեմ, որ ինչ որ մարդիկ իմանան որ ուզում եմ անեմ, որ անեմ։ Հա, այսի արդեն podcast-ի մեջ կլինի, դա արդեն պլյուս ինչ որ չափի, ինչ որ քանակի անծանոթ մարդիկ իմանան որ դու պետք է անես։ Podcast-ը դաժե բան էլի մի քիչ համեմատած հեշտ է լինելու անել, որտեվ ընդ բաներ կա էլի, ոչ եմ էլի բաներ եմ ուզում անեմ, էլի։ Ավոր ուզում եմ զարգացնեմ, էլի մեդիաս։ Պետք է կստացի որ live ես անում, այդ դրա մի քիչ համար live-ը անհասկանալի է մի կողմից, բայց մյուս կողմից դրա պլյուսներից մեկը այն է, որ դու չես մոնտաժելու, չէ՞ իտոգում։ Իսկ այդ գեյմարոյի գործերից, այդ ամենա ոսկի իմ դեպքում այդ ամենա հավեսից գցող բաներից է, որտեվ ինձ հավեսը նկարել է, բայց հետո ես գիտեմ, որ ես ինչքան որ նկարել եմ, մի 5 այդքան պետքա ժամանակ տրամադրեմ, որ դա վերջնական արդյունքի բերեմ, ու ֆիդբեքն են այնպես չի, որ ասես, այ արժեր էս, ասում ես ինչի համար է անում, որ Դա էլի դրա պլյուսներից է։ Այդ մոնտաժել, դա դաժե հենց տենց է խորացել, էլի մոնտաժը պետք չի անել։ Հա։ Իսկ քո ջոգելով կա հույս, որ ինչ որ մոտակա տարիներին ստենդափը ինչ որ մի բան է դառնալու։ Պրոմ sense ինչ որ վեսով մի բան է դառնալու, էլի։ Ամբողջ դիտողում հիմի ուժը դառել է, իմ կարծիքով, էլի։ Բայց այս է մաքսիմումը։ Չէ։ Դա ոնց ասում ես հիմա դառել է, բայց էլի այն թեմային ենք հասնում, որ կա կոմիկներ կան, որ վիզ են դնում, բայց իրանց աուդիտորիան չունեն։ Էդի դա առածի նման չի, այդքան էլի։ Ով է վիզ դնում ու իր աուդիտորիան չունի։ Դե լիքը կոմիկներ էլի, որ խնդալու են շատ ու ելույթ են դնում բարբերաբար, մայքերի անընդհատ գնում են, լոկալների մասնակցում են անընդհատ, բայց Էդի վիզ դնել չի։
Հա դու վիզ դնել ավելի շատ podcast-ում ես բան նույնը social media բան որ խոսում ենք։ Բայց դա stand-up չի, չէ՞։ Դա stand-up չի, в целом, բայց խոսքի ասենք վիզ դնող կոմիկը կակ մինիմում խոսքի ասենք իր բանը կփորձի նկարի էլի։ Թե ինքը այդքան վստահ որ ինքը ուզում է մենակ stand-up անի, գոնե կփորձի նկարի էլի այն ինչ որ բան անում։ Խոսքի ասենք լոկալ որ դու ելույթ ես ունենում խոսքի լոկալ ելույթ խոսքի կարդացի եւ լոկալ հետո խոսքի ասենք ընդ մի 4 ամիս հետո այդ լոկալը նկարվեց դու բանը մի հատ պապիտկա ես ունենում այդ քո 10 րոպեանոց մատերիալը պատմելու էլի ու խոսքի ասենք կարող դու իրան вообще իր լավագույն ձևով չպատմես Այդ էլ խոսքի ասենք ոչ թե դու ես անում, այլ կլուբն է անում։ Լուգում ես, խոսքի ասենք էլ այդ սյոմքեն կլուբը կազմակերպել, եթե քեզնով մնար, դու տենց գալու էիր օֆլայն ելույթ ունենայիր, բանան էիր, էլի։ Այդ ոգում ուզում ես ասես, որ դա մեկը վիզ դնել չես կարա համարես։ Չէ։ Դու տվորչեսկի առումով վիզ ես դնում, բայց տվորչեսկի առումով վիզ դնելը այդքան էդի հերիք չի, էլի։ Ну ոնց է խոսքի նկարիչներ կան չէ որ խոսքի բան են անում շատ լավ նկարում են բայց իրենց արվեստը չեն կարում ծախեն էլի ոնց որ արվեստը ծախելը էդի մտնում է վիզ դնելու մեջ էլի խոսքի դաժե եթե շատ ուժեղ ես մեկը չես կարում ծախես ես խոսքի ինձ տենց եմ համարում էլի ես իմ արվեստը միջև հիմա չեմ կարում ոչ մի ձևի ծախեմ էլի Ես պետքա մարդ որ կզբաղվի այդ ծախելով Ես կանեմ ինչ-որ տոշկից Դա ամեն ինչ ինչ-որ ասում եմ ինչ-որ տոշկից ունենց է բայց խոսքի այն որ ես էսի հասկանում եմ ուժը ինձ հերիք է որ ես մտածեմ կանեմ էլի ամառվա վերջ ասում եմ ամառվա վերջ տարվա վերջ ուզում եմ բան անեմ խոսքի 30 րոպե տամ էլի սյոմկա 30 րոպե ու գցես էդի բան YouTube խոսքի ու արդեն անենց ոնց որ ես ուզում եմ Գիտես այն մոմենտը կա որ կոմիկները մանավանդ սյոմքի համար շատ են ափսոսում ինչ որ կատակներ որտեղ մտածում են էդի սոլնիկի կարան վերացեն եւ այլն բայց իտոգում որ նամս եթե դու վստահ то есть դու պետք է եթե քո մեջից է դու սեկե դու պետք է վստահ լինես որ դու էլի կարաս տենց բաներ անես ու չափսոսաս երևի զոհես էդի ինչ որ կարճ նկարահանման վրա 20 րոպե ինչքան է նրա խաթր որ մտածես հետո սոլնիկ կանեմ բայց դու կարաս խոսքի 3 տարի հավաքես տենց սաղ sense թակուն որ ոչ մեկ հանկարծ չտեսնի ու հետո դու մարդկանց համար ոչ մեկը լնես որ իրանք քո սոլնիկը ուզեն էլի բայց երբ պետք է այտենց մի քիչ զոհես որ այդ Դե հա, ապա դու չես կարա սոլնիկը հիմի խոսքի ասենք հա բան անեմ, հավաքեմ նկարեմ ումա պետք է իմ սոլնիկը էլի։ Բայց կստացի ինձ թվում է կարա պետք է լինի, գիտես։ То есть այնքան քիչ կա հիմա ինտերնետում հայկական ստենդափ, մանավանդ այս սաստավի էլի, ասենք արի սաստավի, որ եթե լյուբոյ մեկը սոլնիկ գցի, այն մարդիկ ովքեր գալիս են արի, ոնց է լինի այդ վիդեոն կբացեն կնայեն։ Հա, բայց բանը Այդ բանն է կամ շուտ կեքդ ավելի լավ կուտեն, երբ որ քեզի ճանաչում են, էլի։ Հա։ Գոնե ինչ որ միտը տեսել են, էլի, ինչ որ աուդիտորիա ունես բանման, կարաս էլի ավելի, ու տենց դաժե ավելի լավ է կգրես շուտ կեք, էլի, որ քեզի ինչ որ մի ձև արդեն ճանաչում են, ինքնավստահության ինչ որ տոշկակ ունենաս ու բան կանես, էլի։ Տենց կարաս ավելի լավ փորձես շուտ եկդ, էլի։ Просто մեծ հաշվով ուզում ասեմ այնքան քիչ ստենդափ կա YouTube-ում հայկական լավ որ եթե ես ինչ որ մեկին տեսնեմ որ մի ժամանոց սոլնիկա գցել даже եթե ես իրան չճանաչեմ ինձ հետաքրքիր կլինի մի հատ բացեմ նայեմ всё-таки մի 5 րոպե գոնե Խոսքի նույն ռուսական դեպքում տես չի ասենք ռուսականում եմ սիրած կոմիկներ ու մեկ բերում է մի ժամանոց սոլնիկ ինչ որ կոմիկի որ ես չգիտեմ ես այդ չեմ բացում որտեվ ես ունեմ այն ինչը որ կարամ նայեմ իսկ ստե ես չունեմ ինչ որ բան որ կարամ նայեմ դե բանը ցելում աուդիտորիան Հայաստանում ուժը հələ դաժան այնց չի էլի որ բան անեն քեզի տենց որակեն որպես լավ ստենդափ էլի
խոսքի ինչ գիտեն, այս մի ժամը որ դնեն այն լավ ստենդափ ալնելու թե չէ։ Չէ, պրոստը այնքան չկա, որ ասեն դե լավ, մի բան կա, կայնի 5 րոպե գոնե նայեմ սրանից։ Կստացի ինձ թվում է դա է ինչ որ հիմա պահ, որը հետո չի լինի կոմիկների համար, то есть հիմա կոմիկները ունեն հնարավորություն գցեն ինչ որ մի բան, որ հաստատ գիտեն մարդիկ կնայեն զուտ այն տեսանկյունից, որտեղ ալտերնատիվ չունեն։ Կոնկուրենցիան է էլի քիչ։ Ապա իմ ջոգելով ունեն։ Ինձ թվում է այն մարդիկ, ովքեր իտոգում մեզ նայում են, անենցա խոսքի ասենք բան, այն մնացած ստենդափները, վատ ստենդափները նայում են։ Իր խոսքի ասենք էլի, ասես նայում են, խոսքի կարող է գիտեն, այս մերնից կարող է ավելի շատ է խնդում, բայց իրանք հələ այդքան ճաշակ չեն ձեռք բերել, էլի որ մի հատ էլ բան անեն, էլի որակեն լավ ու վատ ստենդափ խոսքի։ Նայում են, ասում են, էսի ավելի շատ խնդասվեց, էսի ավելի քիչ խնդասվեց, էլի։ Ես խոսքի լիքը մարդկանց եմ տեսել, որ համ մեր վրա են պատվիս կա խոսքի ու համ էլ խոսքի ասենք այնց կոմիկի վրա են պատվիս կա, որը տիպը մեդիա պրոստը տելևիզորի կոմիկ է, էլի։ Իրանք այդտենց առանձին ճյուղեր չեն նայում, էլի։ Հա, երևի ինչ որ անցումային բան է, էլի դա։ Ես օրինակ հիշում եմ առաջի ստենդափ կոմիկը ռուսական, որ ես նայել եմ, դա բանն է, Դանիելը Պապիրեշինն է եղել։ Ու ես նայում եմ ու ինձ խնդալու էր թվում։ Հետո ինչ որ ժամանակ հետո արդեն ստենդափ կլուբ նոմեր 1-ը բացահայտեցի, մի քիչ շատ նայեցի ու հետո Էլենի вообще խնդալու չէր։ Բայց ի սկզբանե իմ համար դա խնդալու եղել։ Ոնց որ այդ անցումը չերես այն պետք է լինի, ինչը որ կա ու ինչը որ պոպուլյարն է։ Ես առաջինը Պավել Վոլյա եմ նայել ռուսականներից ու էլի իմ համար խնդալու եղեմ։ Ու հետո խոսքի sense ուժը կամաց ջոգել եմ էլի։ Ոնց որ դաժե եթե դու խոսքի կինոյի սիրահար ես, հավանաբար դու то есть դու տենց ինչ որ արդեն խորացած ինչ որ նայում ես ուշադրություն ես դարձնում ինչ որ կինոյի նկարելու ձևին սցենար բան, հավանաբար դու սկսել ես ինչ որ ֆարսաժից ենթադրենք։ Հա։ Ու էդի վատ չի խոսքի, դրանց ֆարսաժը վատը չի դառնում, պրոստը դրանց բանը, բայց կինոն իտոգում տենց է։ Ջոգել խոսքի կինոն, ես խոսքի ասենք բան եմ արել, որ կինո ռեժիսուրա ոչմ բան է անում, որ ուզում էի սովորել կինո ռեժիսուրա, առաջնային խոսքի դաժե բանը, քննության ժամանակ բան եմ արել, հելը sense բան, խոսքի մստիցելներ էի սիրում նայել, ջոգել, sense մստիցելներ նայում էի, հմի որ թազա մստիցելներ հելնի, ընթացքային sense անցա ինչ որ տենց ավտորսկի կինոների բաներ էլի, բայց հմի էլ որ մստիցելներ հելնի, ինձ պալբոմու հետաքրքիր է մստիցելներ էլի, բայց կոմեդիայի առումով այտենց չի։ Որտեվ կոմեդիան էլի ինչ որ մի բանի շուրջ է, ջոգերի դողում խնդալու է թե չէ ու խնդալությունը իշքան sense արժեքավոր պահել կա էլի կոմեդիայի մեջ, բայց բանը խոսքի կինոն, նայես դու այս անգամ ինչ ես ուզում կինոից ստանաս։ Խոսքի ես եթե ուզում եմ բան անեմ, ինձ լավ կռիվներ հետաքրքիր է նայել։ Խոսքի եթե բան լավ կռիվ է, ինչ որ սուպերհերոս լազեր մազեր, խոսքի կարամ բան անեմ, էլի դնամ մսիցելները նայեմ, դրանից դաստատաշնի entertainment ստանամ, էլի։ Դե բայց խոսքի ինչ որ իմաստային բան եմ ուզում նայեմ, հաստատ մսիցելները չեմ նայում։ Հա։ Հա, այդ առումով օրինակ ստենդափը չի կարա այդքան բազմակողմանի լինի, ոնց որ կինոն, որտեղ ստենդափը դու կոնկրետ տրամադրության վաղտ ես ուզում նայես, իսկ կինոն քո լյուբոյ տրամադրությանը կարա բան լինի, համապատասխան էլի։ Հա, դա պրոստը ինչ կինո ես ուզում դայես, այս ոնց որ կինոն նորմալ է, վատ կինոն նայել էլի։ Վատ, այսինքն դժը վատ չէ էլի, развлеченческий կինոն օքեյ է նայել էլի։ Դու դրանից պալբոմու էմոցիաներ կստանաս, բայց խոսքի ասենք, եթե քեզ դուր չեկացող ստենդափ ես նայում, չես կարող ասես եսի ուրիշ պատճառներով եմ նայում էլի, ուրիշ բան եմ ուզում ստանամ սրանից։